Առաջին լրատվական կայքի հերթական սուտը զայրացրել է Աբովյանի շուկայի առևտրականներին։ Լրատվական կայքը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ Աբովյանի շուկայի առևտրականները իբր թե բողոքի են դուրս եկել Գագիկ Ծառուկյանին պատկանող նորակառույց Orange Mall առևտրի կենտրոնի դեմ, բայց պարզվում է առևտրականները ոչ թե բողոքի են դուրս եկել, այլ իրենց մտահոգությունը հայտնելու համար ցանկացել են հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ։ Մենք մեր կամքով ցանկացանք իրան տեսնել, մեր խնդիրները իրան հայտնել, ինքն էլ խոստացավ, որ կաջակցի։ Մենք նեղվում ենք ճգնաժամը, մեր վարձերից, մեր ամեն ինչից, մեր հոգսը գնացինք, մեր դարդը պատմեցինք, մեզ ոչ ոք ոչ զաստավի տարել, ոչ ծեծել է, ոչ քաշքշել է։ Ոչ մի տենց բան չի եղել, աղբեր ջան, մարդիկ իրանց կամքով նստել են իրանց մեքենաները, գնացել են, խոսացել են, պայմանավորվել են, վերադարձել են, վերջ։ Սուտ է, այդպես բան չի եղել։ Մենք մեր կամքով գնացել ենք այնտեղ։ Ոչ մի կռի, ոչ մի հարմաղալ չել է, ոչ էլ ծեծ։ Սուտ են ասում եք։ Մենք գնացել ենք այնտեղ Ծառուկյանն եկել է նորմալ ձևով, բարևել է, ձեռքով էլ անգամ։ Ինչ հարցեր ունեք, ասել ենք, մարդը ընդառաջել է։ Հոդվածում նշվում է, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամները բողոքի ակցիայի հիմնական մասնակիցներին բռնի ուժով լցրել են մեքենաներն ու տարել դեպի Orange գյուղ։ Հոդվածի հեղինակի մտքի թռիչքը դուրս է խելամտության բոլոր սահմաններից, ասում են տոնավաճառի զայրացած աշխատողները։ Կայքից տեղեկանալով իրենց մասին հրապարակված սուտ տեղեկատվությանը առևտրականները զարմացել ու զայրացել են։ Ծեծել, մեծել, այդպես բան չի եղել։ Մենք մեր կամքով դուրս ենք եկել, գնացել ենք մեր բողոքի ձայնը մեր դեպուտատին հայտնելու, ինքն էլ մեզ ընդառաջել է։ Շատ նորմալ ձևով եկել է ընդունել, բարևել, մեզ հետ խոսել, բացատրել ամեն ինչը։ 3 տարեկան երեխա եմ ձեզ խապեն ասեն, արի գնա էսի ասա կամ։ Էդի ես իմ հարցերն եմ ուզում լուծեմ, գնացել եմ ասել եմ ընդ։ Ոչ մեկ մեզի չի ստիպ, էդի սուտ է։ Ես լրիվ դեղը կարամ ասեմ, այդպես բան չի եղել։ Եթե ծեծածը լեն, ստկել իրանց կճղեին հիմա այս ժողովուրդը։ Դե փաստա որ էդի սուտի բաներ է, ինչ որ մեկին օգտակար է, այդպես օգտում է, ինչ ասում։ Ուզում են օգտագործել, էլի ինչ որ մեկին դեմ։ Վերջում մի հատ ծեծվողի թող տեսնեն, թող բերեն, մի հատ ծեծվող թողա բողոքի էլ։ Մենք ենք իրան խնդրել, որ ժամադրվել ենք, հանդիպել ենք։ Կամ մենք ինչ ենք արել, որ մեզ ծեծեին, խո մենք խուժել չենք, խուլիգան չենք, հանցագործ չենք։ Մենք մեր պահանջ իրավունք չունենք, հասցնենք հասցեատիրոջը։ Մենք խնդրել ենք, ինքը մեզ տրամադրել է, մեքենաներ գնացել ենք։ Ծեծ, քաշ, ոչ մի բան չի եղել, շենքին, շնորհքին, դիմավորել են, ճանապարհել են։ Այն մարդը միշտ մեր խոսքը ինչ ասել են կատարել է։ Մեր բողոքը միշտ լսել է, մեր կողմից այլել, մեր համար միշտ խոսացել է, ասածն էլ արել է։ Մենք խնդրել ենք, որ մեզ տանեն։ Մեզ ինչի համար պետք է բռնի տանեն։ Ոնց դու հիմա խնդրես, որ ինչ-որ բան անենք, մենք էս բռնի քո խնդրածը անենք, այդպես ոնց կլինի։ Հոդվածում նշվել է նաև, որ այսպես կոչված բողոքի ակցիայի ժամանակ տուժել են նաև Աբովյան հեռուստաընկերության լրագրողները։ Ուշագրավն այն է, որ տեղի ունեցած մտածածին վեճին մասնակցած առևտրականները որևէ լրագրողի չեն տեսել։ Ոչ մի լրագրողի մենք չենք տեսել։ Մենք խմբով հելել ենք գնացինք, մենք չենք տեսել։ Դա սուտ է խոսակցությունը։ Լրագրողներս չենք տեսել։ Մի հատ կամերա չի եղած։ Հենց նոր լսում ենք այդ մասը։ Դուր է այդ նկարողը, թող հլաղկա տեսնենք հետով է այդ նկարողը։ Իրանցից դուսն չի են խոսում։ Ինչի է ստից ես բան, իրոք որ դատի տալու է։ Եթե այդպես բան չեղավ, ոնց կարան ասեն, որ ծեծել են, ջարդել են։ Միակ մարդն է Ծառուկյանը, որ միշտ գնացել ենք իր մոտ, միշտ գոհ շնորհակալ եկել ենք։ Լրագրողը ընդհանրապես չէ։ Հիմա կոնկրետ դուք լրագրող եք, մենք ձեզ տենում ենք, չէ՞։ Բայց այդ լրագրողին մենք չենք տեսել։ Ոչ լրագրող եմ տեսել, ոչ ծեծել եմ տեսել, ոչ էլ լրագրողը պետք էր որ գլխը առնվեր իմ անձնական հարցը։ Ասենք ես գնացել եմ այդ մարդուն, դիմել եմ իմ հարցով։ Իրականում առևտրականները ոչ թե բողոքի ակցիայի են դուրս եկել, այլ ցանկացել են հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ եւ նրան տեղեկացնել, որ նորաբաց Orange Mall առևտրի կենտրոնի հաշվին իրենք հաճախորդների պակաս են զգում։ Գագիկ Ծառուկյանը լսել է նրանց մտահոգությունը եւ խոստացել է լուծում գտնել։ Մենք այսքան ժամանակ մեր ցանկացած հարցով, մեր շուկաների հետ, մեր առևտրի հետ կապված, մենք ուրիշ ելք չունենք, միշտ դիմել ենք պարոն Ծառուկյանին, մեր հույս ու հավատինքն է, միշտ էլ օգտակար է։ Ունենք թեթևակի խնդիր, ոչ թե բողոք, ոչ թե բողոքի ցույց, խնդրում եմ այս ամեն ինչը թող չքաղաքականացվի։ Միակ մարդն է, որ մեզ լսում է, մեզ հարգում է, մեր հոգսը քաշում է, Ծառուկյանը։ Մենակ նա է ժողովրդի կողմից։ Տեսել եք ինչ-որ կռիվ, ինչ-որ վեճ, որ բացարձակ, այտենց բան չի եղել։ Մենք Ծառուկյանից շատ գոհ ենք։ Ու միշտ էլ ինքը մեզ պաշտպանել է։ Այս փոքր բիզնեսին միշտ ինքը առաջնություն ատվել, ինքը միշտ էլ մեզ համար ամեն ինչ արել է։ Մեզի խոստացավ ասեց, ես հեսա մի 50-60 հատ տեքստը ձեր համար կսարքեմ, ամեն ճկտամ Աբովյանցիքին, իմ քաղաքին, ժողովրդին
Ձրեք եք կայնեք աշխատեք տուն պայեք։ Վրդովված առևտրականները այսպիսի ապատեղեկատվության հրահրողներին ու պատվիրատուներին խորհուրդ են տալիս չփորձել իրենց անունն ու խնդիրները շահարկելով փորձել արատավորել Գագիկ Ծառուկյանի անունը, քանզի ճշմարտությունը միշտ էլ շատ արագ է բացահայտվում։ Իսկ այս դեպքում միակ ճշմարտությունն այն է, որ Գագիկ Ծառուկյանը մշտապես կանգնած է աբովյանցիների կողքին։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։